Բարև ձեզ, այսօր կզրուցենք ազատամարտիկ, պայստազորի գնդապետ, ոգու փորձություն կազմակերպության ղեկավար, նախկին պատգամավոր, այժմ կոնգրես ՀԺԿ դաշինքից պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, ներկայումս սահմանին լարված իրավիճակ է տիրում, իսկ Հայաստանը ներկայացված է նախընտրական ակտիվ գործընթացների մեջ, եթե պատերազմը վերսկսի, արդյոք կարողանան ազատամարտիկները, որոնք ներգրաված են տարաբնույթ քաղաքական ուժերի և դաշինքների կազմում, կարողանան հասնել միասնության և վերստին ստանձնել երկրի պաշտպանության գործը, ինչպես դա ստացվեց ապրիլյան պատերազմի դեպքում։ Ուրեմն 90 թվականից ի վեր մենք որ կամավորականներով մասնակցեցինք երկրի պաշտպանությանը, մենք չենք ճանաչում, սկզբնական շրջանում չգիտենք ով որ կուսակցությունից է, որտեղից է։ Ընթացքում բոլորի հետ սկսանք արդեն հարազատ դառնալ, հետո պարզեց, որ տարբեր կուսակցություններից կային մեր կամավորական ընկերները, եղբայրները, հետո շատ զոհվեցի, մեր համար տարբերություն չի եղել ով որտեղից է, առաջնայինը որպես կամավորական զինվոր։ Ու այդ ձևի շարունակվել է, ամեն ընտրության ժամանակ էլ եղել է 96-ից էլ, 99-ին էլ, 2000 տարբեր կուսակցություններում իրանք մասնակցել են։ Բայց երբ երկրի վիճակը, որ ճակատագրական է, լարված է, մենք այդ ամեն ինչը թողել ենք մի կողմ ու գնացել ենք պատերազմի։ Նույն օրինակ եղավ, ասենք այս ապրիլյան պատերազմի ժամանակ։ Էլ մենք ընդեղ ենք, բոլորս համախմբվեցինք, սկզբնական շրջանում գնացինք զոտ, այդ ընթացքում մեր ընկերներից էլ կար կազմակերպություն, այս ասում Միքայելյանը, ինքը ընտրության մեր քաղաքապետի ընտրություն ինքը թողեց ու եկավ, ասենք, իր ընտրությունը դրեց մի կողմ, եկավ մեր հետ մեր կողքին կանգնեց։ Շատ այդ ձևի դեպքեր եղել ու ես համոզված եմ, բոլորը կթողեն իրանց գործերը, այս ընտրարշավը իրանց համար նշանակություն չունի։ Երկրի ճակատագիրն է, կամավորական զինվորներն իրանց գործնա, որ պետք է սահմանում լինեն։ Ու տենց համոզված են բոլորն էլ կլինեն։ Իհարկե շատ են, արդեն բոլորի տարիքը արդեն տարիքով են, ով ինչքան հնարավորություն ունի իր հնարավորությունների սահմանում, ինքը կլինի հնջայել երեխեքի կողքին։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը որդեգրել է հակամարտության կարգավորման և խաղաղության հասնելու ճանապարհը։ Դուք որպես այդ դաշինքի ներկայացուցիչ, ինչպես եք պատկերացնում խաղաղությունը և պետք է արդյոք Հայաստանին հիմա խաղաղություն։ 89 թվականին, որ ես մեծամասնական դրակարգով անցա պատգամավոր, հենց առաջինը իմ ծրագիրի առաջի կետում դրված էր խաղաղություն։ Կամավորական զինվորը, որը անցել է այդ ճանապարհով, ես 94 թվականին վիրավորվել եմ, դրանից հետո որ այդքան ընկերներ եմ ես կորցրել, մեր սաղս էլ զգացել ենք դա ինչ է նշանակում, բայց այն ժամանակվա կարգի խաղաղությունը, որը որ մենք տեսանք, պարտադրեցինք Ադրբեջանին, որպեսզի նա գնաց խաղաղության։ Որովհետև իրենք սկզբից չէին ուզում, միշտ բոլորը ասում էին, հա, ասես կանենք, Սևանը կլողանանք, ով պրեզիդենտ իրաց նախագահ փոխով էր ասում։ Իսկ մենք կազմակերպված կամավորականով միայն գրավում էինք ու պարտադրեցինք։ Այսօր երկրին դա է պետք, որպեսզի հզոր երկիր լինի, միասնական լինենք, որ կարողանանք։ Այսօր Ադրբեջանի նախագահը օթերով է այդ, բայց հաստատ համոզված եմ, եթե իրոք շարունակվի, մենք էլ առաջ գնանք, էլ ստիպենք, որ նորից իրենք խաղաղության ունեն։ Իսկ որ խաղաղությունը այսօր պարտադիր է դա։ Բոլոր մեր ազգին են պարտադիր այդ խաղաղությունը։ Որովհետև այս իրավիճակում շատ ծանր է, բայց մենք չենք սկսի։ Մենք մեր պատերազմը մենք ապացուցել ենք, արել ենք։ Եթե իրանք սկսեն, խնդիր չունեն։ Իսկ խաղաղությունը մեր ազգին պարտադիր է։ Նամանավանդ այն մարդն ասողը, որը որ սաղս լավ գիտենք, 30,000 քառակուսի, 29,000 քառակուսի կիլոմետր երկրի ընդունեց որպես նախագահ, Ղարաբաղը այն ժամանակ Ադրբեջանի տարածքում էր, բայց մենք Ղարաբաղ ազատագրեցինք, համարյա մի 15,000 քառակուսի կիլոմետր էլ հավելացրեցինք։ Իրանից լավ ոչ մեկ այդ խաղաղության մեկը կամավորական զինվորներ չգիտեն արժեքի ինչ բան է։ Մեծ մաս խոսում են, ասկի կապ չունեն։
ոչ մի բանի հետ չի խաղում։ Այն ժամանակ որ մի հատ պստիկ գյուղը ժամանակավոր տալիս եք նորից վերջում են, վայ ասում են սենց էլ վիտավորյալ տվեցին։ Հիմա էլ նույն խոսակցությունն ասում է զե պետք է լինի, սկսել են այն մարդիկ, որ ընդհանրապես կապ չունեն, սկի մասնակցությունը չունեն։ Հետո վերցնեն արխիվները, տենան ով է կապ ունեցել այսքան ժամանակ այդ 90-ականներին այդ պատերազմի հետ։ Կամ պատասխանատվությունը ով է կիսե։ Ինքն էլ է ամբողջ բեռը համել իր սրտի ցանկությունն է դա։ Սաղս էլ այդ ենք ուզում, մտես չուզող մարդ չկա։ Ուրիշ ինչ պետք է ասել։ Եթե մնացած ուրիշ մարդիկ պետք է որոշեն քաղաքական ուժերը, որ եսի ինչ անեմ, մենք նույն մեր նախագահն էլ ասեց, եթե հանկարծ Ադրբեջանը ուզենա ոտնաձգություն անի, մենք մի քանի շրջան կվերցնենք։ Խետի չեն ուզում շեշտադրեն, անգել են վայ խաղաղություն։ Խաղաղությունն էլ իրանք ուզած ձևով են մեկնաբանում, վայ հեսա կվերցնենք, ուզենանք, կտանք, տեսանենք, այդան։ Ինքը տվողը որտար կտա ժամանակին։ Դուք առաջադրվել եք բավականին բարդ եւ կոնֆլիկտային ընտրատարածքում։ Մալասիա Սեբաստիա համայնքը մշտապես աչքի է ընկել աղմկոտ իրադարձություններով։ Նորից գործի է դրվելու վարչական ռեսուրսը, ընտրակաշարք են բաժանելու, իսկ ժողովուրդը կարծես թե զգում է այդ բաժանվող գումարների կարիքը։ Այս ամեն ինչի համատեքստում ինչպես եք պատկերացնում ձեր հնարավորությունները, կկարողանաք արդյոք ժողովրդին բացատրել։ Ուրեմն 99 թվականից ես մինչև 2007 թվականին մինչև 3 անգամ մեծամասնական ընտրակարգով անցել եմ պատգամավոր համայնքում, որևիցե մեկը, եթե մի մարդ գտնվի կասի, որ ես ընտրակաշարք եմ բաժանել, այս բան չի եղել։ Վարչական ռեսուրս չի կիրառվել։ Ամբողջ համայնքի բնակչությանը ոնց որ ընտանիքի անդամ եղել ենք, ինձ հարազատ են ելել։ Այսօր այդ ամեն ինչը վերագրում էր մի մարդու, որը որ միջև այսօր ես այդպես բան չեմ նկատել իր նկատմամբ, ինքը նորմալ, այդ ասենք բարեգործություն, թենդրակաշարք, իր մոտ միշտ ելել է Սամվելի հիմար, Ալեքսանդր Սամվել, ինքը որ ընտրությունը չէ տարել է, այդ ինքը օգնությունը բոլորին էլ ինքը արել է, հիվանդանոցի հետ կապված, խեղճ ընտանիքն միշտ էլ արել է այդ օգնությունը, այնպես չի եղել որ ասել, կարող է վերջի օրը միշտ ցուցադրվել է որ հա ընտրակաշարք է բաժանում, բայց թվում է 6 ամիս առաջ, 2 տարի հետո այդ ձևով այդ ընթացքում ասեն խես ընտրակաշարք բաժանում, ինչ կա, ընտրություն չկա, խես բաժանում։ Ինքը միշտ այդ բարեգործությունը արել է։ Ես ասենք դրա մեջ երևի ես չեմ տեսնում լարվածություն, այսօր ես էլ եմ բոլոր ամբողջ համայնքով, մենք բոլորն էլ ասենք ինձ հարազատ են, բոլորի խոսում եմ, շատ մարդ կա անցել է իր ասենք այդ ընթացքում հանրապետական, բայց որ իմ մոդիկ են էլ ես իրանց կանչում եմ, ինքը կարել ասել մեր մոտ ասենք հանրապետականի շտաբում դες խես ասում, բայց ինքը իրան հետ էլ թույլ չի տվել ասի։ Ես չեմ մտածում որ այդպես լարված է, ձև է եղել, ասենք այդ ընթացքում լսել եմ, շատ եմ լսել, ընտրակաշարքներ, վարչական ռեսուրս, բայց այդ ընթացքում մինչև 2007 թվականը, 2008 թվականին բոլորը լավ գիտեք, մենք անցանք, ասենք դրանից հետո կալանավորեցին մեզ, որպես քաղբանդարկյալ, ես մտածում եմ դուք շեշտեք։ Դրա մասին խոսենք անպայման շեշտեցի։ Այդ ընթացքում դրանից հետո արդեն ասենք բոլոր այդ մենք շփվել ենք, նորմալ է, ինքն էլ է նորից այդ գործեր արել է, ես չեմ մտածում որ եսի վարչական ռեսուրսը, ինքը այնքան հնարավորություն ունի այնտեղ, այդքան ասենք բիզնեսներն, աշխատանքները, հազարավոր մարդիկ աշխատում են, ինձ թվում է դրա կարիքը չի ունենային։ Իսկ դուք ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ Դե շանսերը պետք է ժողովուրդը այդ գնահատականը տա, որովհետև մինչև այդ ընթացքում ես որևէ մի բան չել է բոլորի հետ հարազատ 2008 թվականին ասենք իշխանությունները ինձ չեն նեղացել որևէ մի հատ խնդրեմ չել է ես կամավոր իմ ժողովրդի կողքին եմ ես գնացել կանոն այդ էլ իրանք պետք է դա զգան թե ես խեմ գնացել իրանք լավ գիտեն որ ասենք ինձ չեն նեղացել որևէ մեկը բայց իմ մասսան իմ ժողովուրդը որ սաղ ընդեղ է ես չէի կարող իրանք մենակ թողել դա իմ մտածելակերպն է Պարոն Հակոբյան, Հայաստանի Հանրապետության ամենամեծ չարիքներից մեկը դա քաղբանտարկյալների առկայությունն է։ Դուք նույնպես եղել եք քաղբանտարկյալ ձեր համոզմունքների եւ սկզբունքների համար։ Ինչպես եք կարծում, այս նախընտրական գործընթացների արդյունքում հավանականությունը որքան է, որ իշխանությունը վերստին կսկսեն ձեզ հետապնդել եւ նորից կդառնա քաղբանտարկյալ։ Ես դրա մասին չեմ մտածում։ Դա իմ ճակատագիրն է։ Եթե ես իմ ժողովրդի հետ եմ, իմ շրջապատի, իմ ընկերության հետ,
Ինչի պետք է մտածեմ։ Ես գնացել եի պատերազմ, ես չէի մտածում, ես կվիրավորվեմ կամ իմ ընկերները կզոհվեն։ Ուրեմն գնացել է ամեն վարքյան կարա։ Ես ասենք 94 թվականին վիրավորվեցի, կարայի զոհվեին, կողես եղած մարդիկ զոհվեցին։ Նույն վիճակն է, իմ այլ ասենք ստեղ, հա, պայքարում ես, դա էլ պետք է հաշվի առնես։ 2008 թվականին ես կարողա չգիտեի, որ ինչ պետք է լինի, ես լավ էլի գիտեի։ Նույնն էլ եմ դա հաշվի առնում։ Եթե մտածում ես, լավ, ես 200 տարի չեմ ապրել, գոնե խիղճս հանգիստ կլի։ Չէ, խնդրեմ չունեմ այդ հարցում։ Առօրյա կյանքում խնդիրներ միշտ էլ ելում է, բայց որ գիտես սուրբ գործի համար ճիշտ ես անում դա, ուրեմն խիղճը հանգիստ պետք է լինի։ Եթե ես զգայի իմ մարած քայլին ժողովրդի հետ կանգնել է, կողքին կանգնել ինչ-որ միտեղ կարող է շատ ունդեղ խնկժված լինի, բայց դա չէ, դա չէ, բոլորի հետ եղել են շատ մարդիկ, հարյուրավոր տեղեկ են ելել այնտեղ այդ ժամանակ, իրանք տեսել են ես ինձ ոնց եմ պահել։ Դրա համար ես չեմ ափսոսում։ Հետո իմ համար հպարտություն ասենք, մարդու կողքին հաղթող հրամանատարի կողքին ելել է։ Ինչի մասին է խոսքը։ Այն ժամանակ շատ հրամանատարներ կան, օրինակ հպարտանում են, որ ասենք թեկուզ զոհվել են, այդ մարդու կողքին զոհվել, որ հպարտություն էր։ Ես որ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին լինել իմ համար հպարտություն է, որ ճանապարհին ինչեր կլինի մեծ, elə գիտեմ խիղճս հանգիստ է, հասկանալով եմ այդ։ Եթե ժողովրդի մեծ մասը այդ ծրագիրը պաշտպանում է, կանգնում է իր կողքին, ինչ որտեղ ես եմ խիղճս հանգիստ լինում։ Ես տենց եմ մտածում։ Այդ տեսակն է։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Խնդրեմ։